Շնորհակալ եմ պարոն Բալյան զեկուցման համար, մենք հանձնաժողովի նիստում էլ մանրամասն քննարկել ենք այս հարցը, բայց ես մեր քաղաքացիների համար կուզեմ երկու շեշտադրում միասին անենք, հարցը ավելի բարձրացնենք։ Ըստ էության հանրային պաշտպանի գրասենյակը Հայաստանի ժողովրդավարական զարգացման հետ զուգահեռ դառնում է ավելի կարևոր, քանի որ քաղաքացիներն էլ ավելի շատ են սկսում ուրեմն պաշտպանել իրենց իրավունքները եւ հավատալ ուրեմն պետական ինստիտուտներին, դատական համակարգին, փաստաբանական նաև համայնքին եւ այս իմաստով հանրային պաշտպաններն իրականացնում են սոցիալական կոնկրետ խմբերի ուրեմն իրավունքների պաշտպանությունը։ Մենք նախորդիվ ավելացրել ենք, եթե ճիշտ եմ հիմա ասում, քանակը հանրային պաշտպանների, հիմա ըստ էության վարձատրությունն ենք ավելացնում ավելի որակյալ ծառայություն ապահովելու համար մեր քաղաքացիների։ Ես ուզում եմ դուք ասեք, թե մենք հիմա քանի հանրային պաշտպան ունենք, նրանց միջին աշխատավարձը որքան է կազմում, որպեսզի նաև մենք հասկանանք, թե ինչքան գումարի ավելացման մասին ենք մենք հիմա խոսում։ Շնորհակալություն։ Այո, վերջի կատարված ավելացման արդյունքում հանրային պաշտպանների հաստիքային միավորը կազմում է 69, որից 34-ը Երևան քաղաքում են, իսկ մարզերին հատկացված 35 հաստիքային միավորները բաշխվել են դրույքներով, մի դրույք, կես դրույք, 100 դրույք, որի արդյունքում ստացվում է 58 հանրային պաշտպաններ։ Արդյունքում մենք 69 թվակազմով ստացել ենք 92 հանրային պաշտպաններ, ովքեր իրականացնում են այս աշխատանքը եւ մարդկանց իրավունքների պաշտպանությունը։ Այս պահին հանրային պաշտպանները ստանում են 395,000 աշխատավարձ, նախագծի ընդունման արդյունքում սրանք կգումարվի լրացուցիչ 15%-ը։ Սա է։ Շնորհակալ եմ, հաշվի առնելով, որ հանրային պաշտպանները ըստ էության չեն կարող տարբեր օրինակ գրասենյակներում նաև իրավաբանական, փաստաբանական ծառայություններ մատուցել, նրանց հիմնական աշխատավարձը փաստորեն էս մոտավորապես 400,000 դրամն է, որ իմ կարծիքով քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար այդքան էլ ուրեմն այսպես ասած պատշաճ վարձատրություն չի, որովհետև մեկ գործի համար մի շարք փաստաբաններ փաստաբանական գրասենյակներում այս մի ամսվա աշխատավարձից ավելի շատ ուրեմն գումարներ են վաստակում, տասնյակ անգամ ավելի շատ, եթե կարող ենք նաև այդպես ասել, հետևաբար ես կարծում եմ նաև Արդարադատության նախարարության մոտեցումն է ինձ հետաքրքիր, կարծում եմ, որ անհրաժեշտություն ունենք մենք հետագայում էլի վերադառնալու այս հարցին, որպեսզի ավելի պատշաճ ուրեմն սոցիալական իրավունքներ ապահովենք հանրային պաշտպանների համար, հետևաբար նաև քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, այո, ես սկսում եմ ձեր մտահոգությունը եւ կարծում եմ մենք դեռ առիթ ունենալու ենք անդրադառնալու թե թվակազմի ավելացմանը եւ թե հավելումների կամ աշխատավարձի տեսքով ավելացմանը, որովհետև իրականում ծանրաբեռնվածությունը գոնե վերջի տարիների վերլուծության ցույց է տալիս, որ գնալով ավելի բարձրանում է ծանրաբեռնվածությունը, հետևաբար այո, գուցե ինչ-որ մի օր մենք էլի անդրադառնանք այս հարցին։ Շնորհակալություն։